2025 թվականը պաշտպանության ոլորտում կարելի է բնութագրել որպես համակարգային բարեփոխումների տարի։ Այդ մասին 2025 թվականի գործունեությունն անփոփոխ մամուլի ասուլիսին հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ներկայացնելով թվեր, փաստեր, նաև ռազմավարական ուղղություններ, որոնք նախարարի գնահատմամբ էապես փոխել են բանակի դիմակիցը։ Պաշտպանական ծախսերի աննախադեպ աճ։ Սուրեն Պապիկյանի խոսքով 2025 թվականին պաշտպանական ծախսերը կազմել են 664 միլիարդ դրամ, որը համարժեք է 1 միլիարդ 741 միլիոն 604 հազար դոլարի։ Համեմատության համար նշվեց, որ 2018 թվականին ՊՆ բյուջեն կազմել է ընդամենը 245 միլիարդ դրամ։ Այսինքն նախահեղափոխական 2018 թվականի համեմատ պաշտպանության ոլորտի ծախսերը ավելացել են 1.1 միլիարդ դոլարով։ Ընդգծեց Պապիկյանն, արձագանքելով այն քննադատություններին, թե պաշտպանության ոլորտին հատկացվում են քիչ միջոցներ։ Նա նաև տեղեկացրեց, որ 2025 թվականին ՊՆ կապիտալ ծախսերը կազմել են ավելի քան 57 միլիարդ 702 միլիոն դրամ, ինչը գրեթե եռակի գերազանցում է 2018 թվականի ցուցանիշը 17.7 միլիարդ դրամը եւ ուղղված է զորանոցային ֆոնդի, ենթակառուցվածքների եւ կենսապահովման պայմանների բարելավմանը։ Շատ են քննադատությունները այն մասին, որ պաշտպանության ոլորտին տրամադրվում են քիչ ծախսեր, պակաս ծախսեր, եւ այս թվերը խոսուն են, մեղմ ասած, եւ ես ուզում եմ, որ սրա վրա ակցենտ դնելով շարունակենք 2025 թվականը համարել գերարդյունավետ տարի պաշտպանական ոլորտում իրականացվող թե ծախսերի եւ թե ընդհանրապես ոլորտը իմ կարծիքով 25 թվականին մեծապես շահել է։ Զորակոչի աճ եւ ծառայության ժամկետի կրճատում։ Պապիկյանը շեշտեց, որ 2023 թվականի համեմատ 2025-ին գրանցվել է զորակոչի 19% աճ, ինչը ըստ նրա համակարգային բարեփոխումների արդյունք է։ Զինվորական ծառայության ժամկետի կրճատումը մինչև 1.5 տարի նախարարն անվանեց երրորդ հանրապետության պատմության մեջ շրջադարձային բարեփոխում, ընդգծելով, որ որոշումը կայացվել է դեռևս 2021 թվականին եւ ամրագրված է կառավարության 2021-ից 26 թվականների ծրագրում։ Այս փուլում արդեն իմ կողմից վկայակոչված հայտերի հանրագումարով արդեն իսկ 2026 թվականի սկզբին մենք լուծել ենք 1.5 տարի հետո մեր առաջ ծառացած խնդիրը լուծելու եւ համարում եմ, որ սա ամբողջությամբ փակված է, բայց նաեւ ուզում եմ նշել, որ մենք դեռևս ունենք 1.5 տարի, որպեսզի ավելի այս համակարգը ամրապնդվի, այն է պայմանագրային զինծառայության նոր համակարգը, պրոֆեսիոնալ համակարգը, որը կծածկի այն հնարավոր բացը, որը կարող է ծագել 1.5 տարի հետ։ Արձակուրդներ, սոցիալական երաշխիքներ եւ վերաբերմունքի փոփոխություն։ 2025 թվականի ժամկետային զինծառայողները 1.5 տարվա ծառայության ընթացքում կունենան 21-ից 30 օր արձակուրդ, 30 օր սահմանային ծառայություն իրականացնողների համար, 21 օր թիկունքային զորամասերում ծառայողների համար։ Բացի այդ, օրենսդրական փոփոխությամբ սահմանվել է, որ երթման արարողությունից հետո զինծառայողը կարող է անմիջապես օգտվել երկօրյա արձակուրդից։ Ծնողը նույնիսկ կարող է չգալ զորամաս, զինծառայողը կստանա երկօրյա արձակուրդը, կգնա իրենց տուն, իր հարազատների հետ կվայելի այդ երկու հանգստյան օրերը, այնուհետև կվերադառնա հիմնական ծառայության որպես լիիրավ զինծառայող։ Ատեստավորում եւ աշխատավարձերի զգալի բարձրացում։ Պաշտպանության նախարարն առանձնահատուկ կարևորեց ատեստավորման գործընթացը, որի արդյունքում զինծառայողները կարող են իրենց աշխատավարձին ավելացնել 205,000-ից մինչև 470,000 դրամ։ Նրա խոսքով ծրագրի մեկնարկից ի վեր մասնակիցների 73%-ը հաղթահարել է ատեստավորման շեմը, ինչն էապես փոխել է բանակի նկատմամբ վերաբերմունքն ու բարձրացրել ծառայողների մոտիվացիան։ Պակաս կարևոր չէ նաեւ բնակապահովման ծրագիրը։ 2020 թվականից գործում է սպայական եւ ավագ ենթասպայական կազմի պայմանագրային զինծառայողների հիպոթեկային վարկավորման ծրագիրը։ Սրա շրջանակներում 2170 զինծառայող արդեն ձեռք է բերել բնակարան կամ բնակելի տուն, որի համար հատկացվել է 8 միլիարդ 684 միլիոն դրամ։ 26 թվականի հունվարի 1-ի դրությամբ 2022-ից 25 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից եւ Պաշտպանության նախարարության համակարգի բնակարանային ապահովում ունեցող կարիք ունեցող զինծառայողների, զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողների, զոհված մահացած եւ զինվորական հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության համար ծախսվել է շուրջ 8 միլիարդ 174 միլիոն դրամ։ Խոսքը վերաբերում է շուրջ 630 շահառուի։
Պաշտպան հայրենիաց ծրագիր երկարաժամկետ ծառայության խթանում։ Պապիկյանը հայտարարեց, որ Պաշտպան հայրենիաց ծրագրում իրականացվում են փոփոխություններ։ Եթե նախկինում 5 տարվա ծառայությունից հետո զինծառայողները ստանում էին 5 միլիոն դրամ պատվովճար, ապա այժմ պայմանագիրը հնարավոր է երկարաձգել ևս 2 կամ 5 տարով։ Այսպիսով 2 տարվա համար 1.5 միլիոն դրամ, 10 տարվա հանրագումարով 10 միլիոն դրամ պատվովճար։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշեց, որ այս պահին ծրագրով ծառայություն է իրականացնում 4234 զինվորական։ Նպատակը պրոֆեսիոնալ բանակի կայուն շարունակականությունն ապահովելն է։ Շարունակաբար աճը արդեն իսկ դիմումների մասին է։ Մենք այս պահին ունենք 906 դիմում։ Այսինքն միայն ամառային զորակոչից, որը դեռ սկիզբն է, եւ ես լիահույս եմ, որ մինչեւ պայմանագրերի կնքման ավարտը այն կավելանա եւս 200 հոգով նվազագույնը։ Այսպիսով մենք կունենանք առավելագույն թվականակ բոլոր զորակոչերի նկատմամբ մինչև 1000-1100 մարդ։ Կանայք զինված ուժերում անդրադառնալով կանանց ներգրավվածությանը Պապիկյանը նշեց, որ թեև տեմպը լիովին գոհացուցիչ չէ, բայց ծրագիրն արդյունք է տալիս, միաժամանակ ընդգծելով, որ անհրաժեշտ է մեծացնել ծրագրի արդյունավետությունն ու հետաքրքրությունը։ Արդեն իսկ բազմաթիվ իգական սեռի ներկայացուցիչներ եւ ժամկետային պարտադիր զինծառայություն են անցնում զինված ուժերում եւ նրանց զգալի մասը մոտավորապես 70%-ը հետագայում զինված ուժերում իր ծառայությունը շարունակելու ցանկություն է հայտնում ու հիմնական մասը սպա է դառնում։ Խոսում ենք հավասարությունից, բայց երբ այդ հավասարության հնարավորությունը ընձեռվում է, մենք խուսափում ենք այդ հավասարությունից օգտվել։ Հիմա եթե չլիներ, ասելու եք տեսեք, կանանց հնարավորություն չի ընձեռվում, այ որ կանանց թողային, գիտեք տասնյակ հազարավոր հայուհիներ կզինվորագրվեին հայրենիքի ծառայության։ Ես չեմ բացառում, որ այսօր էլ հայուհիները ունեն այդ ցանկությունը, մեր քաղաքացիները ունեն այդ ցանկությունը, բայց խանգարում է կարծրատիպերը։ Տեղական ռազմարդյունաբերություն եւ սպառազինության դիվերսիֆիկացիա։ Պաշտպանության նախարարն ընդգծեց սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերման շուկաների դիվերսիֆիկացիայի կարեւորությունը, միաժամանակ շեշտելով տեղական արտադրության զարգացումը։ Եթե 2022 թվականին տեղական ընկերությունների հետ կնքվել էին 5.5 միլիարդ դրամի պայմանագրեր, ապա ներկայում գործող պայմանագրերի ծավալը հասնում է 170 միլիարդ դրամի, որի մեծ մասն արդեն մատակարարված է։ Նաեւ կարեւորում եմ 2026-2028 թվականների եռամյա ծրագրով կառավարությունը նախատեսում է հատկացնել 150 միլիարդ դրամ տեղական ռազմաարդյունաբերության ոլորտին։ Սա ռազմաարդյունաբերության զարգացման, դրա շարունակական բարելավման ուղղությամբ էական ներդրում եմ համարում մեր կողմից։ Միայն 2026 թվականին նախատեսում ենք տեղադրել շուրջ 150 միլիարդի պատվեր տեղական ռազմաարդյունաբերությանը եւ սա գործող պայմանագրերին զուգահեռ էական ներարկում է այս ոլորտին, որպեսզի նրանք կարողանան զարգանալ ու շարունակական զարգանալ։ Նոր համազգեստ առանց ամբողջական գնման։ Պապիկյանը հերքեց տեղեկությունները, թե Պաշտպանության նախարարությունն արդեն իրականացրել է նոր համազգեստի ամբողջական գնում։ Նրա խոսքով ամերիկյան ընկերությունների հետ պայմանագիրը նախատեսում է միայն փորձանմուշների, տեխնիկական նկարագրերի եւ փորձարկման խմբականակի տրամադրում։ 2026 թվականին արդեն նախատեսվում է բաց գնման գործընթաց, որին կարող են մասնակցել նաեւ տեղական արտադրողները։ Նա հավելեց, որ նախատեսում է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որով նոր համազգեստի վաճառքը խանութներում Այն որ մենք արդեն ունենք ընդհանուր պատկերը, թե ինչպեսին պիտի լինի դաշտային համազգեստը տարբեր զորատեսակների համար, դա արդեն հստակ է։ Մենք հստակեցնում ենք նաև այս փուլում առաջիկա 1 ամսվա ընթացքում մենք կունենանք նաև ամենօրյա համազգեստի եւ տոնական համազգեստի նմուշները որոշակի խմբականակով, դա նույնպես կանցնի իր փորձարկման փուլը եւ 26 թվականին գնման գործընթացի արդյունքում դա կտարածվի ամբողջ զինված ուժերի վրա։ Կարգապահություն եւ անվտանգություն։ Պաշտպանության նախարարն ընդգծեց, որ 2025 թվականին զինված ուժերում կանոնադրային հարաբերությունների խախտման հետևանքով սպանության դեպք չի արձանագրվել։ 2025 թվականին ծառայության հետ կապված 6 մահվան դեպք է արձանագրվել, որից մեկը կայծակնահարություն, մեկը հոսանքահարման, երկուսը ինքնասպանության կամ ինքնասպանության հասցման եւ երկուսը առողջական խնդիրների պատճառով։ 2025 թվականի հունվարի 1-ից մինչեւ ընդ որում այս թվերը
Բոլորը ժամկետային զինծառայողների մասին չեն։ Տարիքային տարբեր խմբերի զինծառայողների մասին են, հարգելի գործընկերներ ու հայրենակիցներ։ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մահացել կամ զոհվել է 30 զինծառայող, որից 6-ը արդեն նշեցի ծառայության հետ կապված հանգամանքներում, 24-ը ծառայության հետ չկապված հանգամանքներում։ Պապիկյանը նաև տեղեկացրեց, որ դիտարկում են եւ ուսումնասիրում բոլոր այն կեղծ հիվանդության դեպքերը, որոնք օգտագործվում են բանակից ազատվելու համար։ Ի դեպ, նա ասաց, որ աշխատանքից ազատել է այն աշխատակիցներին, որոնց զավակներն այլ երկրի քաղաքացի են։ Սահմանային իրավիճակ։ Պապիկյանը հերքեց տեղեկությունները, թե ադրբեջանցի սահմանապահները ստուգում են հայ զինծառայողներին, նշելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև այս պահին շփումներ չկան։ Անդրադառնալով Սև լճի դիրքին, նա նշեց, որ հայկական զինվորները ստիպված են անցնել ադրբեջանական դիրքի կողքով, որպես այլընտրանք դիրքը լքելուն։ Կամ պիտի այդ դիրքը թողնենք, կամ պիտի անցնենք ադրբեջանական դիրքի կողքով։ Սա հստակ է, նոր չէ, ես չեմ դրա հեղինակը, որպես պաշտպանության նախարար, ես չեմ դրա միակ շահառու։ Բայց այն, որ այստեղ դիրքը թողնելու պարագայում դուք ինձ պիտի մեղադրեք հայրենիքի ինչ-որ հատված զիջելու մեջ, մյուս ընտրանքը մանավանդ մեր օրերում, երբ այսօր ունենք խաղաղություն, փաստացի եւ ըստ էության այն ինչ նկարագրում եք, դա տեղի չի ունենում։ Այսպիսով նախորդ տարին պաշտպանության ոլորտում ձևավորվեց որպես բարեփոխումների տարի։ Բյուջեի կտրուկ աճից մինչև ծառայության ժամկետի կրճատում, սոցիալական երաշխիքներից մինչև տեղական ռազմարդյունաբերության զարգացում։ Սուրեն Պապիկյանի գնահատմամբ այս ամենը հիմք է տալիս 2025-ը բնութագրել որպես գերարդյունավետ եւ համակարգային փոփոխությունների տարի Հայաստանի պաշտպանական համակարգում։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։